ազգային կրթության խորհուրդը ներկայացնում է։ Հենվելով իրական Հայաստանի գաղափարախոսության վրա հռչակում է Հայաստանի 4-րդ հանրապետության հաստատումը որպես առաջիկա ռազմավարական անելիք։ Հայաստանի վարչապետի աթոռը զբաղեցնողի այս հայտարարությունը ոչ միայն քաղաքական հերթական կեղծ օրակարգի մասին է, այլև հստակ ազդակ ողջ հայությանն ու հայկականությանը, որ ուրացվում է հայոց քաղաքակրթական ժառանգությունը եւ դավաճանվում է հայ ազգի քաղաքակրթական առաքելությունը։ Իշխանությունների պատկերացմամբ մենք տեղավորվելու ենք իրական Հայաստան կոչվող շահամոլական օգտապաշտության եւ կենցաղային նյութապաշտության կոնցեպտի մեջ, որն այսօր ամբողջ թափով քարոզվում է իշխանության կողմից։ Եվ քանի որ մեր ինքնության ոչնչացման ծրագիրը մանրամասնորեն պլանավորված ու հետևողականորեն իրականացվող ռազմավարական քայլ է, ապա այն արդեն համակարգված ձևով մուտք է գործել հանրակրթության ոլորտ եւ կրթական քաղաքականության բովանդակության հիմնական առանցքն է դարձել։ Եվ պատահական չէ, որ այս պատասխանատու գործը իրենք վստահել են մի մարդու, ով վաղուց Նժդեյան գաղափարախոսությունը համարում էր վտանգավոր։ Այդ նժդեհական գաղափարախոսությունը ինքը ըստ էության ֆաշիստական գաղափարախոսություն է, նժդեհական գաղափարախոսությունը։ Իսկ նժդեհյան գաղափարախոսությունը ինքը իրականում շատ վտանգավոր է մեզ համար որպես հասարակություն։ Այստեղ խոսքը չի վերաբերում Նժդեհի փիլիսոփայական հայացքների նկատմամբ նախասիրությանը։ Սա հստակ ուղերձ է, որ հայկական քաղաքակրթական ժառանգությունը պետք է մոռացվի, ավելի ճիշտ ուրացվի, պետք է արժեզրկվի հայկական քաղաքակրթական առաքելության գաղափարը, որպեսզի ակնկալենք մեր թշնամիների ողորմածությունը եւ կարողանանք իբր իրենց բաշխած խաղաղությամբ գոյատևել մեր հայրենիքի այս կտորի վրա, որը պետք է ընդունենք որպես ամբողջական հայրենիք։ Այս ամենի իրականացման համար պետք է ուրացվի մեր ազգի հոգևոր արժեքային խորհրդանիշերն ու արխետիպերը։ Այո, դասագրքերից Արցախի բացակայությունը ոչ թե պատահական է կամ իրականության արձանագրում, այլ մեր անկախության արժեքներից հրաժարում, որովհետև Արցախը երրորդ հանրապետության գոյության կենսիմաստն է, եւ եթե Արցախը ուրանում ենք, ապա կարող ենք կործանված համարել երրորդ հանրապետությունը։ Դասագրքերում Արարատի կամ Մաշտոցի նկարների բացակայությունը ոչ թե պատահականություն, այլ մեր քաղաքակրթական հավերժությունն ամրագրող արխետիպերի նպատակային մոռացում կամ ոչնչացում է։ Հենց այս տրամաբանության մեջ պետք է դիտարկել նաև նոր Այբենարանի բովանդակությունը, եւ այստեղ խնդիրը չի վերաբերում ոչ հեղինակներին, ոչ էլ հրատարակչին։ Ուղղակի իրական Հայաստանի նյութապաշտ եւ կենցաղային պարզունակությամբ մտածող ու առաջնորդվող, ենթարկվող ու հնազանդվող հպատակ քաղաքացու ձևավորումը սկսում են հիմքից, մեր երեխաների տառը ճանաչությունից։ Ըստ մասնագետների, նոր Այբենարանի բովանդակության մեջ կարելի է առանձնացնել խնդիրների երկու շերտ։ Առաջինը վերաբերում է հոգևոր արժեքային կոդերի փոփոխությանը, այսինքն Մաշտոցի մասին միայն QR կոդով տեղեկանալը ներկայացվող հերոսների փոփոխությունը խոսում է հոգևոր Հայաստանից իրական Հայաստանի անցման մասին։ Իսկ երկրորդ շերտը վերաբերում է ներկայացվող նյութի պարզունակությանը, երբ գերպրիմիտիվ մոտեցմամբ է ներկայացված եւ նյութը, եւ նկարները, եւ ողջ տրամաբանությունը։ Ոտանավորների մեջ մեր դասականների բացակայությունը, առաջարկվող պրիմիտիվ թեմատիկան կարծես թե ապահովելու է մեր խիստ մակերեսային մտածողությունը։ Այսպիսով եւ արժեհամակարգի եւ մտածելակերպի գերպարզունակությունն է դարձել այլ մտածողությամբ նոր Այբենարանի ստեղծման պահանջը։ Պետք է շեշտել, որ այս ամենը հատկանշական է ոչ միայն նոր Այբենարանին, այլ հանրակրթության ներկա ողջ բովանդակությանը։
Ազգային կրթության խորհրդի կողմից մեր հանրակրթության ոլորտի այս գորշ պատկերը ներկայացնելը բնավ նպատակ չունի վաղ կամ տագնապ առաջացնել մեր հասարակության շրջանում, առավել ևս նպատակ չունի թիրախավորել դասագրքերի հեղինակներին ու հրատարակիչներին։ Մեր ուղերձը հստակ է՝ սեփական պարտականությունը գիտակցող մասնագետները պետք է ինքնակազմակերպվեն, վերցնեն պատասխանատվություն եւ ստեղծեն այլընտրանքը՝ ազգային կրթական համակարգը։ Մեր նպատակը հանունն է, հանուն մեր քաղաքակրթական ժառանգության պահպանման ու առաքելության իրացման։ Վիճակը վաղուց նետված է, պետք է հստակ ինքնորոշվել, անտարբերությամբ սպասարկում ենք իրական Հայաստան անարժեքությունը, թե արարում ենք մեր հայկականը, քաղաքակրթական արժեքայինը, այսինքն արարչականը։ Բնության մեջ ամեն տեսակ ունի իր տեսակը պահպանելու եւ պաշտպանելու պահանջ եւ առաքելություն, ուրեմն պիտի ապրի նաեւ հայ տեսակը, եւ սա ամեն հայի պարտքն ու պատասխանատվությունն է, ի վերուստ եւ միշտ։